Հրադադարի համաձայնագրի ստորագրումից հետո Գազայի բնակիչները վերադառնում են իրենց բնակավայրեր։ Քաղաքը հիմնովին ավերված է, չկա որևէ կանգուն շինություն։ Կադրերում մարդիկ են, որոնք անցնում են Շեյխ Ռադվան թաղամասի ավերակների կողքով։ Մենք երբեք չէինք պատկերացնի նման մասշտաբի ավերածություն, սա ապոկալիպսիս է, կյանքի բոլոր հիմքերը ջնջվել են։ Մենք ապրում էինք այս վայրում, իսկ հիմա այն ամբողջությամբ ավերված է։ Վերադառնալուց հետո արդեն մի քանի օր է, ինչ տեղացիները ապրում են առանց սննդի, ներքնակների եւ անհրաժեշտ այլ պարագաների։ Երեկ մենք եկանք մեր տուն եւ տեսանք, որ այն գրեթե ամբողջությամբ ավերված էր, մոտ 95%-ով։ Տունն այլևս բնակելի չէ, գրեթե ամեն ինչ ավերակների մեջ է։ Ինչպես ենք ապրելու սրանից հետո։ Այստեղ ընտանեկան բիզնես ունեին 20 տարի, մանկապարտեզ։ Ինչպես են այժմ երեխաները սովորելու եւ խաղալու, երբ ամեն ինչ ավերված է, դասասենյակները քանդված են։ Սա կյանք չէ։ Վերադարձածներից շատ-շատերը գիշերում են ինքնաշեն վրաններում, քաղաքում խմելու ջրի, սննդի սուր պակաս կա։ Երբ վերադարձա, ոչինչ չգտա, նույնիսկ իմ տան հետքը, այն ամբողջությամբ ավերակների էր վերածվել։ Միթե մենք ստիպված ենք լինելու հավերժ այսպես ապրել։ Մարդասիրական բեռնատարները չեն հասցնում քաղաք մտնել, չհասած անգամ մուտքին, սոված ծարավ մարդիկ կախվում են մեքենաներից, վերցնում այն, ինչին ձեռքները հասնում է։ Իսրայելի եւ Համասի միջև անցած շաբաթ համաձայնեցված Գազայի խաղաղության ծրագրի առաջին փուլը ներառում է մարդասիրական օգնության մատակարարում, պատանդների եւ բանտարկյալների փոխանակում, ինչպես նաեւ իսրայելական զորքերի նահանջ դեպի Գազայի դեղին գիծը։ Հետագա փուլերի ընթացքում որոշվելու է Գազայի կառավարումը, Համասի ապագան եւ անկլավի վերակառուցումը։